Այս ֆիլմը լեգենդի մասին է, լեգենդար կյանքի ու գործունեության, հետաքրքիր ստեղծագործական մղումների, ինչի շնորհիվ կյանքի վերադարձավ, նոր թափ առավ ու երաժշտական կենսագրություն կերտեց մի քանի սերունդ։ Լեգենդ, որը մրցունակ դարձրեց հայ պատանի երաժիշտների կատարողական արվեստը ամբողջ աշխարհում։ Կպատմենք այդ մեծ անհատականության մասին եւ մեր, որ այդ ամբողջ հզոր գործընթացի մի փոքրիկ մասնիկը դարձանք։ Սիլվա Նիկիտայի Մեքինյան ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը։ Այնուհետև ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանը։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո նշանակվել է Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն։ Այստեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո նշանակվել է Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն։ Այնուհետև եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն։ Երկար տարիներ մինչև 1990-ականները եղել է Հայաստանի կուլտուրայի մինիստրի տեղակալ։ Ամբողջ ստեղծագործական գործունեության ընթացքում ղեկավարելով մշակութային հաստատություններ և մեծ ներդրում ունենալով ինչպես այդ հաստատությունների, այնպես էլ երկրի մշակութային կյանքի զարգացման մեջ, Սիլվա Մեքինյանն ունեցել է լրջագույն ազդեցություն խորհրդային Հայաստանի մշակութային ծաղկման ու զարգացման գործում։ Իր վառ անհատականությամբ, երբեք չհանձնվող ու չնահանջող կերպարով ու տպավորիչ աշխատանքով մշտապես հասել է մեծ հաջողության իր գործունեության մեջ։ Շենացրել ու զարգացրել է այն բոլոր ոլորտները, որտեղ ձեռնարկել է որևէ նախագիծ։ Սիլվա Մեքինյանը Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է։ Իր բազմավաստակ գործունեության համար արժանացել է Մովսես Խորենացի շքանշանի և այլ բարձր պետական պարգևների։ Այս ամենով հանդերձ Սիլվա Նիկիտիչն նաև հրաշալի բազմանդամ ընտանիքի մայր է, թոռնիկների ու ծոռնիկների տատիկ։ Ութսունութի ավերիչ երկրաշարժից հետո, խորապես ազդված լինելով երկրաշարժի կորուստներից, տեսնելով հայ մանուկների անմխիթար ու անօգնական վիճակը, Սիլվա Մեքինյանը որոշում է լծվել հայ մշակույթի, մասնավորապես երաժշտության վերականգնման ու զարգացման գործին։ Փորձում է երկրաշարժի փլատակներից վեր հանել երաժշտությամբ զբաղվելու կամքը։ Իր առաքելությունն է դարձնում մատաղ սերնդի միջոցով վերաարժևորել ու վերաիմաստավորել հայ երաժշտությունը և ցույց տալ աշխարհին, որ հայ մշակույթը տոկուն է, իսկ հայը նույնիսկ ամենամեծ կորուստներից հետո իզորու է վերագտնել իրեն և լրջորեն զբաղվել իր արվեստով։ Այսպիսով, 1989 թվականին Սիլվա Մեքինյանը հիմնադրում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը։ Հայտնաբերել և զորավիգ լինել պատանի տաղանդներին, այսօրվա նոր անուններին ու ապագայի հոգևոր մշակույթի կերտողներին։ Սա է «Նոր անուններ» ծրագրի գլխավոր նպատակը։ Ծրագրին անդամագրված շնորհալի պատանի երաժիշտ կատարողները Հայաստանի և Արցախի երաժշտական կրթօջախների սաներ են, միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների դափնեկիրներ։ Հարուստ է ծրագրի համերգային կենսագրությունը, բազում ելույթներ Երևանում, Արցախում և Հայաստանի տարբեր քաղաքներում։ Նոր անունները ճանաչված են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Հայ պատանի երաժիշտների ելույթների աշխարհագրական ընդգրկումները հասնում են մինչև Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Մոնակո, Իտալիա, Իսպանիա, Մալթա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ավստրիա, Չեխիա, Հունաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, ԱՄՆ, Կանադա, Բուլղարիա, Պարսկաստան, Թուրքիա, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ծրագրի լավագույն սաները հաջողությամբ հանդես են եկել նաև մի շարք միջազգային փառատոներում՝ Մոլորակի նոր անուններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողով, Բեյրութի արտիստիկ գիշերներ, Սլավոնական արվեստի փառատոն,
Սերգեյ Ռախմանինով 140 եւ այլն։ Ծրագրի սաները փայլուն ելույթներ են ունեցել Համաշխարհային բանկում, Կանադայի խորհրդարանի շենքում, Ազատություն ռադիոկայանի Պրահայի կենտրոնական գրասենյակում, մասնակցել միջազգային ու համահայկական փառատոների։ 2015-ին հայ պատանիները մասնակցել են 3 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Մալթայի նոր անունների համատեղ երաժշտական նախագծին Մալթայում, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի եւ Ավստրիայի նոր անունների համատեղ համերգին Վիեննայում։ Պատանի երաժիշտների համար կազմակերպվել են վարպետության կատարելագործման դասընթացներ Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում, Մենուհինի անվան երաժշտական դպրոցում, Սուզդալի ամառային ստեղծագործական դպրոցում։ 2017 թվականի հոկտեմբերին տեղի ունեցան հայ պատանիների երաժշտական կատարումները ԱՄՆ եւ Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տոնակատարությանը ԱՄՆ-ի կոնգրեսի Ռեյբըրն սրահում։ Բացառիկ էր նաև Վաշինգտոնում տեղակայված Համաշխարհային բանկի Փրեսթոն սրահում կայացած համերգային երեկոն, որը նվիրված էր Համաշխարհային բանկի եւ արժույթի միջազգային հիմնադրամին Հայաստանի անդամակցության 25-ամյակին։ Հայ պատանիների կատարումներն անցնում էին ունկնդրի բուռն ծափահարություններով եւ ոգևորված բացականչություններով։ Մի քանի տարի անընդմեջ Հայաստանի նոր անունների մենակատարները մասնակցում են Նյու Յորքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենամյա բարեգործական գալահամերգին, որի արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզեր սահմանամերձ բնակավայրերի բարեկարգմանը։ 2011-ից 2020 թվականներին Երևանում անընդմեջ կազմակերպվել է պատանի երաժիշտ կատարողների 10 միջազգային փառատոն։ Դիրիժոր, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Միքայել Մալունցյանի անունը կրող արվեստի դպրոցը նույնպես այս հզոր ծրագրի մի մասն է կազմում։ Իսկ ամեն ինչ սկսվեց այս բոլորովին անմեղ կատարումից։
Ահա հենց մեր փոքրիկ շվիահարների այս կատարումն էլ 2008 թվականին մեր դպրոցի համար ճանապարհ հարթեց դեպի նոր անունների զարմանահրաշ աշխարհ։ Եվ ահա 2008 թվականից նոր անունների անդամ եւս մեկ աշակերտ ունենալը դարձավ գերագույն նպատակ ամբողջ երաժշտական բաժնի համար։ Սա մի նոր նշաձող էր, նոր խթան ու ձգտում մեր աշխատանքի համար։ Իսկ յուրաքանչյուր աշակերտի կյանքում նոր անունների անդամ լինելը կամ գոնե գեթ 1 համերգի մասնակցելը դարձավ ստեղծագործական կենսագրության կարևորագույն աստիճան եւ բարձրագույն նպատակ։ Այսպիսով, տարիների բազմաչարչար աշխատանքի արդյունքում մինչ օրս Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի երաժշտական բաժնից ունեցանք նոր անուններ ծրագրի 16 անդամ։ Գուրգեն Ավետիսյան, շվի, դասատու Մնացական Չալիկյան։ Լիլիա Առաքելյան, դաշնամուր, սովորել է Արմենուհի Ղարիբյանի, այնուհետև պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի մասնագիտական դասարանում։ Արսեն Զաքարյան, շվի, կլարնետ, սովորել է Մնացական Չալիկյանի, Մհեր Մնացականյանի դասարաններում։ Մանե Պարսամյանը և Անահիտ Գևորգյանը կանոն, սովորել են Անահիտ Մկրտչյանի դասարանում։ Ռուբիկ Սարգսյան, թավջութակ, սովորել է Էթերի Մարտիրոսյանի և Արմենուհի Շահնազարյանի դասարաններում։ Պատանի երգիչներ Նարեկ Բալդրյանը, Էդմոն Հարությունյանը և Մանե Կիրակոսյանը սովորել են Մարիամ Մնացականյանի դասարանում։ Ալբին Ամինասյանը դաշնամուր, սովորել է Էլմիրա Այվազյանի դասարանում։ Անի Հովանիսյանը Արմենուհի Ղարիբյանի դասարանում։ Արևիկ Մելքոնյան, ջութակ, Նինա Յաղուբյանի և Նորա Այվազյանի դասարաններ։ Ասիա Ջանունցն ավարտել է ֆլեյտայի Զարուհի Արաբյանի դասարանը։ Ներկայումս մեր դպրոցի նոր անունների անդամներն են պատանի երգչուհի Անի Մարգարյանը, որը սովորել է Հասմիկ Ասատրյանի, այժմ Աննա Պողոսյանի դասարաններում, Արսեն Բալայան, շվի, կլարնետ, Արսեն Զաքարյանի, Արտակ Խաչատրյանի և Արտյոմ Լազարյանի դասարաններ, Էռնա Քասինյան, սաքսոֆոն, Նարինե Ղուկասյանի դասարան։ Մեծ է եղել մեր հմուտ կոնցերտմայստերների դերը մեր աշակերտների հաջողություններում։ Տարբեր տարիների մեր նոր անունների անդամներին նվագակցել են Սվետլանա Ասլանյանը, Մարինե Մկրտչյանը, Անահիտ Դիլբարյանը, Մարգարիտա Գրիգորյանը։ Տարբեր տարիների մեր դպրոցը նոր անունների համերգներին և միջազգային փառատոներին, բացի անհատական կատարումներից հանդես է եկել նաև գործիքային անսամբլով, Էլմիրա Այվազյանի ղեկավարությամբ և երգչախմբային կատարումներով, Գասպար Ամիրխանյանի ղեկավարությամբ։
Ինչպես նշվեց, մեծ է նորանուններ ծրագրի համերգային կենսագրությունը։ Այդ կենսագրության մեջ մասնակցություն են ունեցել նաև մեր նորանունների անդամները, հանդես գալով Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կազմակերպված տարբեր բարձրակարգ համերգների։ Այսպիսի համերգներ պարբերաբար կազմակերպվում են Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ստեփանավանում, Աղվերանում, Արզնիում, Ապարանում և այլուր։ Ինչպես նաև ելույթներ են ունենում տարբեր երկրների դեսպանություններում և բարձրաստիճան այրերի ընդունելություններին, տարբեր երկրների պատվիրակությունների համար և այլ նշանավոր իրադարձությունների։ Մեր աշակերտներից մի քանիսը նվագել և նվագում են այն գործիքներով, որոնք դպրոցին նվիրաբերել է Սիլվա Մեքինյանը։ Մեր աշակերտների համար միշտ պատիվ է մասնակիցը լինել որևէ ուղևորության, հետաքրքիր ու զարմանալի հանդիպումների, դիվանագիտական, հոգևոր կամ մշակութային, մի մասնիկը լինել որևէ կարևոր իրադարձության։
Նոր անունների այս ամբողջ հաղթարշավում համերգներ, փառատոններ, ճամփորդություններ ու բազում արկածներ մեծ է Նոր անուններ ծրագրի երաժշտագետ ու համերգավար Նոնա Մուշեղի Ոսկանյանի դերը։ Նոնա Ոսկանյանը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ։ Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների թե մանկավարժական գործունեության և թե երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած հսկայական ավանդի համար։ Նոնա Մուշեղովն նոր անունների անսպառ ուժն ու ավի ունի։ Նա անում է ամեն հնարավորը, երբեմն նաև անհնարինը, որպեսզի պատանի և փոքրիկ երաժիշտները միշտ փայլուն ելույթներ ունենան և պատրաստ լինեն արտիստին սպառնացող բոլոր փորձություններին։ Բեմն իր կանոններն ու կամակորություններն ունի, իսկ ետնաբեմը բազում գաղտնիքներ է պարունակում, որոնց ծանոթանում և որոնք հաղթահարվում են փոքրիկ արտիստների կողմից շնորհիվ հենց Նոնա Մուշեղովների։ Մեր դպրոցի նոր անունների անդամների կյանքում հատկանշական են հատկապես արտերկրի համերգները։ Բավականին հետաքրքիր և բովանդակալից են նոր անուններ ծրագրի շրջանակում տարբեր երկրներ կատարված ուղևորությունները։ Արսեն Զաքարյանը և Լիլիա Առաքելյանը մեկնել են Ֆրանսիա, համերգներով հանդես եկել Նիս, Մոնակո քաղաքներում։ Այնուհետև Ֆրանսիայի տարբեր քաղաքներում համերգներ են ունեցել Մանե Պարսամյանը, Գուրգեն Ավետիսյանը, Ռուբիկ Սարգսյանը և Նարեկ Բալդերյանը։ Մանե Պարսամյանը և Գուրգեն Ավետիսյանը մասնակցեցին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա համերգին, որի արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզեր։ Այս գալա համերգին հաջորդ տարիներին մասնակցեցին Անի Մարգարյանը և Նարեկ Բալդերյանը, ունենալով փայլուն ելույթներ։ Բուլղարիա կատարած ուղևորություններին տարբեր տարիներին մասնակցել են Լիլիա Առաքելյանը, Անի Մարգարյանը։ Անի Մարգարյանին ծափահարել են նաև Լիբանանում և Ֆրանսիայում տեղի ունեցած համերգների ժամանակ։ ԱՄՆ կատարած համերգային ուղևորություններին մասնակցեց Արսեն Զաքարյանը։ Սուզդալի ամառային ստեղծագործական դպրոցին մասնակցեց Ռուբիկ Սարգսյանը, ով այնուհետև մասնակցեց նաև Ֆրանսիա, Շվեյցարիա կատարած համերգային ուղևորություններին։
2018 թվականին Սիլվա Մեքինյանի կողմից մեր դպրոցին, իդեմս տնօրեն Անահիտ Մելքոնյանի, վստահվեց հեռավոր Թայվան կատարվելիք ուղևորությունը։ Այդ ճամփորդությանը մասնակցեցին Արսեն Բալայանը, Ալբինա Մինասյանը, Մանե Կիրակոսյանը, Սյուզաննա Հարությունյանը և Էդմոն Հարությունյանը։ Ունեցանք համերգներ, հանդիպումներ, մշակութային փորձի փոխանակումներ։ Համերգներ տեղի ունեցան մայրաքաղաք Թայբեյում գտնվող Մշակույթի ինստիտուտի դահլիճում, Թայվանի ազգային համալսարանական հոսպիտալում, Գիտության և տեխնոլոգիաների Մարինե ծովային թանգարանում, որտեղ նաև ցուցադրվեցին դպրոցի կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները։ Այս թանգարանի համերգասրահում տեղի ունեցավ նաև երկու երկրների երեխաների համատեղ համերգ։ Այս ամբողջ ծրագիրը և ուղևորության աշխատանքները կազմակերպել և հովանավորում էր Հայկական կամուրջ միջազգային կազմակերպության հիմնադիր տնօրեն Վարդիթեր Հարությունյանը։ Բոլոր վայրերում նոր անունները Սիլվա Մեքինյանի գլխավորությամբ և վերահսկմամբ և Նոնա Մուշեղովնայի ակտիվ ջանքերով ունեցել են փայլուն ելույթներ, ներկայացրել հայ երաժշտությունը և հայ պատանիների բարձր կատարողական արվեստը։ Մեր իրականության մեջ նոր անուններ երևույթի և Սիլվա Մեքինյանի շնորհիվ բազում կյանքեր փոխվեցին։ Բազում շնորհալի երեխաներ կանգնեցին ճիշտ մասնագիտական ընտրության առաջ ու դարձան հզոր երաժիշտներ։ Շատերը ապրեցին իրենց մանկության ու պատանեկության ամենալուսավոր օրերը։ Շատերը բացահայտեցին իրենց մեջ ապագա արտիստին։ Երաժշտական աշխարհը մուտք գործելով դժվար թե մեզ հաջողվեր թողնել նոր անուն եւ կարելի ասել հաջողության դուռը բացելու համար պետք էր մի կախարդական բանալի, որը հենց մեզ տալիս էր Տիկին Մեքինյանը, բայց դուռը բացելուն պես սկսում է մի ուրիշ աշխարհ, որը համ շատ դժվար է, համ հաճելի, հետաքրքիր, ուրախ, տխուր, լի շատ հետաքրքիր պահերով, ու այդ աշխարհում արդեն առաջ գնալու համար երաժշտից պահանջվում է մենակ քրտնաջան աշխատանք, պարապել, աշխատել, փորձել, պարապել ամեն օր, ամեն ժամ, րոպե, վայրկյան, աշխատել ինքդ քո վրա։ Առաջին երաժշտական քայլերս կատարել եմ իմ շատ սիրելի ճգնաղ ընկեր Ղարիբյանի մոտ, ում անչափ սիրում եմ և շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ինձ համարում եմ երջանիկ մարդ, որ բախտ եմ ունեցել մինչև 5-րդ դասարան լինել իր աշակերտուհին։ Կարծեմ հենց 5-րդ դասարանից ես ներառվեցի Հայաստանի նորանուններ ծրագրի մեջ, որի ղեկավարն է տիկին Սիլվա Մեքինյանը, բայց նշեմ, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց մեր սիրելի տնօրեն ընկեր Մելքոնյանի ջանքերի, ով հիշում եմ, որ առաջին անգամ ինձ տարավ Սիլվա Ինգիծիշնայի մոտ ունկնդրման և ժամանակի ընթացքում տարբեր ելույթներից հետո ի վերջո հաջողվեց դառնալ այդ ծրագրի անդամ։ Եվ այդպես սկսվեցին համերգաշարեր, շրջագայություններ։ Սիլվա Ինգիծիշնայի աշխատանքը ահռելի է և իր նվիրվածությունը ևս, ինչը կարծում եմ արժանի է
մեծարման եւ գնահատման։ Իրեն անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար, նա իրոք շատ մեծ դեր է ունեցել իմ կյանքում։ Ես այդ համերգաշարերի շնորհիվ օրինակ աստիճանաբար հուզմունքս եմ հաղթահարել, զարգացել եմ որպես երաժիշտ եւ իրեն անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Բայց նշեմ, որ այս վերոնշյալ շրջագայությունները հնարավոր չէ պատկերացնել առանց ամենալուսավոր բարի մեր Նոնա Մշեղվնայի, ում եւս անչափ շնորհակալ ենք։ Եվ վերջում կցանկանայի իմ մեծ շնորհակալությունը հայտնել այժմի ուսուցչիս Վաղարշակ Վիդոկովիչին, ով ինձ համար բացի ֆանտաստիկ դաշնակահար լինելուց, իմ կյանքի կարևորագույն մարդկանցից է եւ լավագույն ընկեր է։ Նորանների դերը ինձ համար որպես թավջութակարի շատ մեծ է եւ անգնահատելի։ Ես կարծում եմ, որ իմաստացությունը նորանների համերգներին, փառատոներին եւ հյուրախաղերին մեծապես նպաստել են իմ արտիստիզմին եւ ստեղծագործական հաջողություններին, ինչի համար ես ուզում շնորհակալություն հայտնել Սիլվիա Նիկիտիչնային եւ Նոնա Մշեղվանային։ Առաջին հանդիպումը Սիլվիա Նիկիտիչնայի հետ եղել է Ավետիքի Սահակյանի տուն-թանգարանում, որտեղ մեր դպրոցի կազմակերպված համերգն էր, որտեղ ես նույնպես նվագում էի։ Համերգի վերջում Սիլվիա Նիկիտիչնայից լսեցի ինձ ուղղված բավականին ջերմ խոսքեր, որոնցից շատ ուրախացած ու բավականին ոգևորված գնացի տուն։ Մի քանի օր հետո իմացա, որ Սիլվիա Նիկիտիչնան ուզում է երկրորդ անգամ ինձ լսել, արդեն երկրորդ հանդիպումը պիտի լիներ մեր դպրոցի դահլիճում։ Եկավ վերջապես այդ օրը, ես դահլիճի աթոռներից մեկի վրա նստած, լարված սպասում եմ, թե երբ են իմ ընկերները նվագելու, որ հասնի իմ հերթը ու ես բարձրանամ, սկսեմ նվագելը։ Հասավ իմ հերթը ու ես էլի լարված, բայց փորձելով որքան հնարավոր է հաստատուն քայլերով բարձրանալ բեմ, բարձրացա ու հենց այդ պահին Սիլվիա Նիկիտիչնան բացականչեց. եկավ հայտնությունը ու ես այդ պահին ժպտացի, չնայած որ ուզում էի ուրախությունից թռվռալ, բայց բնականաբար չէի կարող թռվռալ այդ պահին, նվագեցի, լսեցի շատ տեղին ու ճիշտ ուղումներ ստեղծագործությանս հետ կապված ու կարծում եմ նոր անուններ ծրագիրը ապագայի երաժշտության համար, ապագա երաժիշտների համար այն ծրագիրն է, այն հիմնարար ու կարևոր ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս ապագա երաժիշտներին ձգտելու, հասնելու ու պարտավորվելու հասածին պահելը եւ ես բավականին շատ ուրախ եմ անդամագրվելու այդ ծրագրին ու բավականին պարտավորված եմ պահելու ասածս։ Ահա այսպիսին է մեր փոքրիկ ներդրումը նոր անուններ ծրագրին եւ այն մեծ ազդեցությունը, որ ունեցել եւ շարունակում է ունենալ ծրագիրը մեր փոքրիկ պատանի ու կայացած երաժիշտ կատարողների կյանքում ու մեր դպրոցի կենսագրության մեջ։ Անսահման է մեր երախտագիտությունն ու նվիրումը այս մեծ ճանապարհ անցած մարդկանց, որոնց շնորհիվ կերտվում է նաև մեր ճանապարհը։ Արվեստն ու երաժշտությունը կոչված են հաստատելու մարդկանց սրտերում բարին, ճշմարիտը, արդարը, տոգորելու հույսով ու հավատով, հոգևոր այն արժեքներով, որոնցով մարդը նմանվում է իր արարչին, բարերար Աստծուն։ Կարևոր է կյանքը ազնվացնող ու վեհացնող արժեքները, որպեսզի ձեր երաժշտության միջոցով կարողանաք փոխանցել ձեր ունկնդիրներին, համակելով նրանց ձեր իսկ հոգուց բխող ուրախությամբ ու լավատեսությամբ։ Պահպանեք ձեր հոգու անկեղծությունն ու մաքրությունը, որոնց համար Աստված բոլորից առավել մանուկներին սիրեց, արժանի համարելով ընդունելու իր տանը, երկնային արքայության մեջ։ Մեր բարձր գնահատանքն ենք բերում Հայաստանի նոր անուններ ծրագրի ղեկավար մեծազնիվ տիկին Սիլվա Մեքինյանին։ Աղոթում ենք աշխարհի խաղաղության համար։ Թող ողորմած Աստված իր առատ օրհնության եւ շնորհների ներքո պահպանի բոլոր երեխաներին։ Գարեգին Բ. Կաթողիկոս ամենայն հայոց։ Երեխաները մեր ապագան են, սակայն պետք է հիշենք, որ շնորհալի երեխաները մեր լուսավոր ապագան են։ Այդ ապագայի հեռանկարով պետք է զինվենք այսօր, աջակցենք եւ ուղի հարթենք պատանի տաղանդի համար։ Եվ եթե մարդկային սրտերը բացվեն պատանի տաղանդին ընդառաջ,
ապա այդ ծիլերը կամրանան, խոր արմատներ կտան ու կծաղկեն հանուն մեր երազած հզոր հայրենիքի։ Սիլվա Մեքինյան